Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Զարուհի և Մարիամ Ավետիսյան քույրերը հայ որբերու ապաստարանի մեջ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը անհրաժեշտ կհամարե խորացնել տնտեսական կապերը Արևելյան Հայաստանի հետ։ Ստեղծվել է արցախցիներու հարցով խորհրդատվական գրասենյակ։ Բաքվից գնված գազը չի գրնար մարդու իրավունքներեն կարևորը լալ։ Քննարկում Եվրախորհրդարանի մեջ։ Չարենցյան օր։ Ալիևի ռեժիմը ոչ միայն չհարգեր մարդու իրավունքները, այլ կշարունակե բռնագրավել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եվրախորհրդի պատգամավոր։ Եթե բոլոր արցախցիները հոգեբանորեն պատրաստ լան վերադառնալու, ապա վերադարձի ուղիները կգտնվին։ Մհեր Հարությունյան։ 1900 թվականի շուրջ Խոյի գերմանական Orient Mission ապաստարանը կհյուրընկալեր բազմաթիվ հայ որբերու, ուր կային նաև Զարուհի և Մարիամ Ավետիսյան քույրերը։ Այս ապաստարանը, որ կգտնվեր Ուրմիա լիճի հյուսիսային հատվածը, կարևոր դեր կխաղար Օսմանյան կայսրության և Պարսկաստանի մեջ ցեղասպանության և հալածանքներու ենթարկված հայ մանուկներու խնամքի հարցին մեջ։ Այս ապաստարանը հիմնադրված էր քրիստոնեական բարեգործական գազམ་ագերբություններու աջակցությամբ, նպատակ ունենալով աջակցիլ հայ որբերուն, որոնց ընտանիքները գոտորված կամ տեղահանված էին։ Այն կապահովեր ոչ միայն կացարան, այլ գրթություն ու մասնագիտական հմտություններ, հնարավորություն տալով որբերուն ապագա կառուցել։ Ավետիսյան քույրերու ճակատագիրը, ինչպես հազարավոր այլ հայ մանուկներու, գարդացել է այդ ժամանակաշրջանի ողբերգական իրադարձությունները, բայց միևնույն ժամանակ կվկայե հայ ժողովրդի դոգունության և կամքի մասին։ Անոնց պատմությունը ևս մեկ հիշեցում է հայ որբերու վերապրած փորձություններու և միջազգային աջակցության փրկվածներու մասին։ Եվրոպական խորհրդարանի լեհ պատգամավորը ընդգծած է, որ Հայաստանի և Արևմուտքի ավելի խորը ներգրավման համար անհրաժեշտ է զարգացնել տնտեսական կապերը Երևանի հետ։ Ան այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի մեջ Ադրբեջանի կողմէ բահվող հայ ռազմագերիներու և բադանտներու վերաբերյալ հրադապ բանաձևի քննարկման ընթացքին։ Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերի Ադրբեջանի մեջ իրականացված էթնիկ զտմանը, ինչպես նաև Արցախեն հայերու բռնի տեղահանությանը, լեհ պատգամավորը նշել է, որ այդ իրադարձություններեն վերջ Հայաստանը որոշած է փոխել իր արտաքին քաղաքականության ուղղությունը։ Եթե կցանկանանք Հայաստանի ավելի խորը ներգրավումը Արևմուտքի հետ, պետք է խորացնենք մեր տնտեսական կապերը անոնց հետ։ Պետք է դառնանք ավելի աշխույժ և տեսանելի Հայաստանի մեջ, ըսած է ան։ Խոսելով Ադրբեջանի մեջ բահվող հայ ռազմագերիներու և բադանտներու մասին, ան ընդգծել է, որ այս հարցը պետք չէ անտեսվի։ Պետք է պայքարիլ եվրոպական արժեքներու, մարդկային արժանապատվության և իրավունքի գերակայության համար, նշած է լեհ պատգամավորը։ Մարտի 13-ին իր աշխատանքները սկսած է բռնի տեղահանված անձանց համար խորհրդատվական տեղեկատվական աջակցման կենտրոնը։ Այս մասին իր Facebook-ի էջին մեջ հայտնել է արցախցիներու հարցերով զբաղվող Լիանա Պետրոսյանը։ Կենտրոնը կզբաղվի Արցախեն բռնի տեղահանված մեր հայրենակիցներուն գործող օրենքներու, որոշումներու մասին իրազեկմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմէ ընդունված որոշումներու հանրամատչելի մեկնաբանությամբ, կառավարության տարբեր մարմիններուն ուղղված նամակներու, թիմում փողոքներու ձևակերպմամբ և ստացված պատասխաններու բարձրաբանումով։ Մարտ 12-ին Եվրոպական խորհրդարանի լիակումար նիստի ժամանակ քննարկվել է Բաքվի մեջ ապօրինի բահվող հայ գերիներու նկատմամբ շինծու դատավարություններու վերաբերյալ բանաձևը հրադապ ընթացակարգով։ Արևելյան Հայաստանի հարցերով զեկուցողներ իրենց ելույթներուն մեջ խիստ քննադատել են Ադրբեջանին, մեղադրելով Ալիևի ռեժիմին միջազգային բարդավորություններու անտեսման և անմարդկային վերաբերմունքի համար։ Անոնք գոչրած են Եվրոմիության գիրառել խիստ պատժամիջոցներ, դադարեցնել Բաքվի ռեժիմին հովանավորելու քաղաքականությունը և պաշտպանել մարդու իրավունքները։ Մարտ 13-ին նշված է Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Մեծանուն բանաստեղծը ծնած է 1897-ին Գարս, ցկելով անչնչելի հետ հայ գրականության մեջ։ Չարենցը ոչ միայն տաղանդավոր գրող էր, այլ արտասովոր մարդ։ 1920-ին որբանոցին մեջ ոչ միայն կդասավանդեր, այլ կփորձեր ուրախություն պարգևել որբերուն անգամ իրենց Ֆրանսա ճաշարան տանելով։ Որբանոցին մեջ Չարենցը հանդիպեցավ իր հավերժական սիրուն Արբենիկ Չարենցին։
Անոր գորուստը խոր վերք ցկեց բանաստեղծին հոգուն մեջ։ Չարենցին կյանքը լի էր դրամատիկ դեպքերով։ 1926-ին գրագոցով թեթև վիրավորեց 16-ամյա Մարիանա Այվազյանին, որուն մերժումը խոցեր էր իրեն։ Անոր համար փանդարգվեցավ, սակայն շուտով ազատ արձակվեցավ։ Չարենցը հայ գրականության նվիրյալ էր։ Թարգմանած է Գյոթե, Հյուգո, Պուշկին, Մայագովսկի։ Անոր վերջին գիրքը «Գիրք ճանապարհը» չընդունվեցավ իշխանություններու կողմէ, դառնալով գրողի դատավճիռը։ 1937-ին ան մահացավ Երևանի փանդին մեջ, ցկելով ժառանգություն, որ այսօր ալ կշարունակվի ոգեշնչել սերունդներուն։ Մարտ 12-ին Եվրոխորհրդարանի լիակումար նիստին քննարկված է Բաքվի մեջ աբորինի գերբով բահվող հայ փանդարգյալներու գեղձ դատավարություններու վերաբերյալ բանացեւը։ Ավելի քան 1 տարի անցած է Արցախի վրա Ադրբեջանի հարձակումեն, սակայն հայերը դեռ չեն գտնար բուժել իրենց վերքերը։ Հայերու նկատմամբ բռնաճնշումները կշարունակվին։ Ցավոք Ալիևի ռեժիմը ոչ միայն չհարգեր միջազգային իրավունքը եւ մարդու իրավունքները, այլ կշարունակե աբորինի բռնագրավել Հայաստանի տարածքը։ Եվրամիությունը պետք է պաշտպանե ժողովրդավարական արժեքները, պետք է հաստատակամորեն թեմ կանգնի Ադրբեջանին եւ Թուրքիո, որոնք միջազգային հանցագործներ են։ Մենք պետք է վերջ տանք էթնիկ զդումներուն, որոնք տեղի կունենան հայերու, հույներու եւ գիբրացիներու թեմ, հայտարարեր է Կյադիս Կյադին։ Կգարձեմ, որ այսօր խիստ հրադապ է ինքնագազմագերտման ժողովրդի համախմբման հրամայականը, եւ այս տեսանկյունեն մտավորականությունը մեծ ընելիք ունի, եւ այսօրվա հավաքը թերևս նաեւ այդ նպատակին ուղղված է։ Արցախը եղած է եւ հույսով եմ Արևելյան Հայաստանի Հանրապետության անվտանգության կարևորագույն փաղադրամասը կլա։ Եթե բոլոր արցախցիները հոգեբանորեն պատրաստ ըլան վերադառնալու, ապա վերադարձի ուղիները կգտնվին։ Այս մասին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի մտավորականներու մասնակցությամբ խորհրդաժողովի ժամանակ ըսած է Գաճար գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։